Իսկ Վարուժը չասես, թե Վարդանին ինչու են բռնել։ Չէ, ասաց հերոսը չի ուզում ասի, գգակ ասի։ Ժողովուրդը Վարուժը գա միամիտ բերաներից է չտրցնեք էլիս ուզի մասին։ Հանգիստ եղեմ, լի այս նորություն չկա։ Դեռ չէ։ Հա, հիմա կասես ինչի համար։ Կասեմ։ Մարիշ ջան, որ խնդրեմ մեզ մենակ թողես։ Հա, իհարկե։ Ստի։ Ամեն ինչ շատ վատ է տղերք։ Վարդանին են ձերբակալել, սպանության մեղադրանքով։ Իսկ ամենավատներն է, որ արկա է ապացուցողական ամբողջ բազան։ Մեկն է։ Վարդանը վստահ է, որ հա։ Բա դու համոզված չես։ Իմ համոզված լինելը ոչ մի նշանակություն չունի։ Հիմա կարևորն է, որ ապացուցենք Վարդանի անմեղությունը։ Ո՞ոնց։ Մի վկա կա, որ Վարդանի դեմ կեղծ ցուցմունք է տվել։ Եթե նա բեկի մարդն է, ուրեմն ամեն ինչից տեղյակ է։ Մնում է գտնել նրան ու ստիպել, որ փոխի ցուցմունքը։ Ձերբակալեք ստիպեք, ինչու նախնդիր է։ Խնդիրն է, որ սովորական մեթոդներով դա հնարավոր չի անել։ Դուք էլ ոչ սովորական մեթոդներով արեք։ Նենց չի էլի, որ մարդ չեք ծեծում։ Նախ մենք մարդ չենք ծեծում, ամենայդեպս ոչ էլ բաժնում։ Բացի այդ էլ, եթե օրենքը խախտելով կորզեցինք ցուցմունքը, դա մեզ ոչ մի բան չի տա։ Որովհետև նա բեկից ավելի շատ է վախենում, քան ոստիկանությունից։ Եթե դուք չէ ուրեմն ով, մենք։ Հա։ Վարդանն ուզում է, որ դա դու անես, Գոր։ Ստիպես վկային, որ խոստովանի ամեն ինչ։ Մի րոպե։ Բա մեր պայմանավորվածությունը։ Ինչ պայմանավորվածություն։ Համանկատություններ մեր պայմանավորվածությունն է, որ ոչ մեկին չեն գողանում, չենք սպանում։ Հասկացա, բայց պարտադի չի, որ Գորը դա անի, նրա ներկայությունը արդեն բավական է, որ երիտասարդը հասկանա, եթե ստեց, իրան ինչ ապագա է սպասվում։ Ես ինչ որ պետք է կանեմ։ Մենակ մի հատ հարց, դրան որտեղից պետք է գտնեմ։ Ես քեզ կօգնեմ, միասին կգտնենք։ Այ իհարկե ես դիմակով կլինեմ։ Քո մասնակցությունը բունառեբանկմանը պետք չի, ես ընդդեմ կլեմ Գորին կօգնեմ։ Լավ։ Բայց անհրաժեշտ է, որ դա անենք մոտակա 24 ժամվա ընթացքում, որովհետև հիմա Վարդանին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկի կալանավորների խուց։ Իսկ ընդեղ նրան ուրախ ժամեր չեն սպասվում։ Մենք պատրաստ ենք, դու մենակ ասա երբ։ Ես ձեզ կզանգեմ։ Դավիթ, մի րոպե կգաս։